Բարև ձեզ, այսօր անցումը համընդհանուր առողջապահական ապահովագրության և 65+ ծրագիրն է մեր օրյա հրամայականը և այդ կոնտեքստում հյուրընկալել ենք Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանին։ Բարև ձեզ Տիկին Պողոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար և այսօր արդիական հարց է 65+ ծրագիրը։ Նախ եկեք պարզաբանենք, ինչ է իրենից ենթադրում համընդհանուր առողջապահական ապահովագրությունը և հենց 65+ տարիքի համար։ Շնորհակալություն։ Համընդհանուր առողջապահության ապահովագրությունը դա այն ռեֆորմն էր, որը իրականացրեց մեր կառավարությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի վերջում և առողջապահության համընդհանուր ապահովագրությունը գործում է մեր Հայաստանի Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ից։ Ինչ է իրենից ներկայացնում այդ ապահովագրական գործընթացը, այսինքն այն շահառուները, ովքեր որ առաջին փուլով ընդգրկվել են առողջապահության համընդհանուր ապահովագրության մեջ, իրավունք ունեն օգտվելու անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից։ Եվ այստեղ ես ուզում եմ նշեմ այն շահառուներին, ովքեր որ այդ առաջին փուլով ընդգրկվել են այդ ծառայությունների մեջ։ Ներգրաված են մինչև 18 տարեկան երեխաներ, ներգրաված են հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված ընտանիքների անդամներ, ներգրաված են նաև բազմազավակ ընտանիքների անդամներ, 18-ից 23 տարեկան անապահով և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, և իհարկե այս համատեքստում ես ուզում եմ նաև նշել, որ օգտվում են նաև այդ ծառայություններից խնամողներից մեկը, երեխաների ծնողներից խնամատարներից, ընդգրկված են նաև 18-ից 26 տարեկան երեխաներ, ովքեր որ գտնվում են ստացիոնար ուսուցման ընթացքում։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ նաև նշել, որ ընդգրկվել է նաև 65+ տարիքային խումբը, որովհետև մենք իհարկե ունեինք 65+ տարիքային խմբի շահառուներ, ովքեր որ նախկինում սպասարկվում էին պետական պատվերի ծրագրերից, եթե այդ շահառուները ունեին հատուկ կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կարգավորվում էր իրավական ակտով և նախարարի հրամաններով և կառավարության որոշմամբ, որտեղ որ մենք ունեինք հաստատված ցանկ բնակչության հատուկ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձինք։ Եթե այդ կարգավիճակը ունեցող անձեր 65+ տարիքի խմբում պատկանող բուժառուն, ապա ինքը օգտվում էր այդ անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բայց եթե ինքը չէր ընդգրկված այդ ցանկում, ինքը հնարավորություն չէր ունենում։ Եվ մենք այստեղ ունեինք բավականին մեծ խնդիր, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ այդ տարիքի անձինք ունենում են բավականին մեծ առողջական խնդիրներ և պետությունը պետք է ամեն ինչ աներ այդ ուղղությամբ, որ կարողանար առողջապահության բոլոր բարձրացված խնդիրները առողջապահական համակարգի այդ անձանց համար լուծեր։ Եվ ես կոնկրետ համարում եմ, որ դա բավականին մեծ ռեֆորմ էր մեր Հայաստանի Հանրապետության համար, որ մենք կարողացանք այս տարիքային խումբը ընդգրկել համընդհանուր առողջապահության ապահովագրական ծրագրի մեջ։ Իրականում այո, այդպես է, որովհետև այն ինչ տեսնում ենք մեր շրջապատում հենց 65+ տարիքային խմբի հետ հանդիպումների և զրույցների ժամանակ, իսկապես սա շատ մեծ ոգևորություն է առաջացրել և դուք կանխեցիք իհարկե իմ հաջորդ հարցը, թե ինչու հենց 65+, այո, իրականում նրանք բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, բայց յուրաքանչյուր նոր ռեֆորմի ներդրում իր հետ խնդիրներ է բերում։ Այ 65+ տարիքի անձինք
հունվարից արդեն ծրագիրը ընթացքի մեջ է։ Ինչ պիտի անեին, որոշակի քայլեր պիտի անեին ծրագրի մեջ ներառվելու այդ գործընթացը ինչպես եղավ եւ ինչ ընթացքի մեջ է, ու ինչ խնդիրներ բերեց իր հետ, հատկապես տեխնիկական։ Շատ բարդ խնդիրներ սկզբնական փուլում չեն եղել։ Հիմնականում քաղաքացիները իրազեկվում էին, որ պետք է ունենան իրենց սմարթֆոններում առմետ հավելվածը։ Եթե ինչ պատճառներով կային իհարկե շահառուներ, ովքեր որ այդ սմարթֆոնները չէին ունենում եւ չէին կարողանում առմետ ծրագիրը ներբեռնել, այդ դեպքում մենք բոլոր մեր առաջնային օղակի բժշկական սպասարկում իրականացնող կազմին իրազեկում էինք, որ ամեն ձևով օգնել շահառուներին, որպեսզի իրենք կարողանան իրենց սպասարկումն իրականացնել ժամանակին։ Դիմում էին շահառուները, բուժառուները առողջության առաջնային պահպանման կազմակերպություն, որտեղ որ իրենք գրանցված են, որ բժշկի մոտ, եւ այդտեղից սկսվում էր առաջին քայլերը։ Տվյալ բժիշկը գնահատում էր առողջական վիճակը եւ եթե այլևս որևէ մասնագետի խնդիր չէր առաջանում, արդեն իսկ գործողությունները կատարվում էին հենց թերապևտի կամ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի սենյակում համապատասխան ծառայություններ մատուցելով։ Իսկ եթե տվյալ շահառուն ունենում էր որոշակի խնդիրներ կապված այլ ծառայությունների մատուցման հետ, նեղ մասնագետների հետ կապված, ապա ուղեգրվում էր համապատասխան նեղ մասնագետի մոտ, որը եւս գնահատում էր վիճակը եւ այնտեղ իսկ կարող է դեպքը ավարտվել, կարող է եւ շարունակվել, եթե իհարկե առաջնային օղակի սպասարկման շրջանակներից դուրս էր, այսինքն բուժառուներ ունենք, որոնք որ կարիք ունեն ստացիոնար հիվանդանոցային բուժծառայության եւ համապատասխան ուղեգրումը արդեն իսկ տեղադրվում էր առմետ համակարգ, որտեղից որ շահառուն արդեն իսկ կարող էր գնալ ստացիոնար է արդեն համապատասխան կազմը ներբեռնում էր այդ տվյալ ուղեգիրը եւ իրականացնում էր բժշկական Միանգամից եւ երևում էր սպասարկում։ այդ համակարգում։ Այո, միանգամից Տիկին երևում էր։ Պողոսյան, շատ կարևոր բան է այդ միասնական համակարգը, բայց մի այսպիսի հարց, բազմաթիվ երևի աննախադեպ թիվ է գրանցվել հունվարից մինչ օրս, հատկապես Լոռու մարզում, հա, այդ 65+ բուժառուների։ Պարզ է, որ նրանք բոլորն արդեն գրանցված են առմետ համակարգում, այդ խնդիրները լուծված է, ովքեր դիմել են։ Իսկ շատերը դեռևս չեն էլ դիմել, հատկապես գյուղական վայրերում եւ այլն, հա, ովքեր չեն դիմել, նրանց հարցը որ փուլում է, ավտոմատ ձևով ընտանեկան բժիշկները, բուժքույրերը այդ խնդիրը կարգավորում են, թե երբ բուժառուն կդիմի, այն ժամանակ կանցնի այդ համակարգի մեջ կգրանցվի։ Ես փորձեմ ամեն դեպքում ձեզ մի փոքր հակաճառեմ, որովհետև մեր բնակչությունը այս ժամանակակից շրջանում բավականին իրազեկված է։ Որովհետև իրազեկումները իրականացվում են ոչ միայն պաշտոնական կայքեջերով, առողջապահության նախարարության եւ մեր մարզպետարանի կայքեջերով, այլ նաեւ իրականացվում են Facebook-յան անհատական էջերով եւ մեր բնակիչները բավականին ակտիվ հետևում են ցանկացած փոփոխությունների, բայց այնուամենայնիվ ես ասեմ, որ մենք ունեցել ենք հանդիպումներ, խորհրդակցություններ, որտեղ որ իրազեկվել են բժշկական սպասարկում իրականացնող կազմը, բժիշկները ընտանեկան, գյուղական ամբուլատորիաների, իրենց պատկանող բժշկական բուժակ մանկաբարձական կետերի բուժքույրերը, որոնք իրականացնում են ամենօրյա աշխատանք իրենց բնակավայրերում եւ շատ լավ գիտեն եւ հիվանդներին եւ բոլորի կարիքները գնահատած են այս պահին։ Եվ ասեմ, որ նմանատիպ բնակիչներ երևի թե չենք ունեցել, որոնց համար որ հասանելի չլիներ այդ ծառայությունը։ Այսինքն բոլորը գրանցված են, ավտոմատ ձևով է այդ գրանցումը եղել, թե մինչև քաղաքացին չդիմի։ Այդ աշխատանքը իրականացվել էր տարիներ շարունակ։
Համակարգը, Արմետ համակարգը սկզբից կոչվում էր e-health համակարգ, հիմա փոխվել է Արմետ համակարգ եւ տվյալ բժշկի մոտ գրանցումները իրականացվել են արդեն իսկ բավականին երկար տարիների ընթացքում։ Եվ դրանից ելնելով մենք արդեն իսկ գիտենք, որ բժշկական հաստատությունը ինչ հվով բնակչություն է սպասարկում, այդ թվում նաև տարանջատված մինչև 18, մանկական ազգաբնակչությունը եւ 18-ից բարձր։ Մենք ունենք նաև հնարավորություն Արմետ համակարգով հենց զետեղել տվյալ տարիքային խմբի անձանց տվյալները 65+, եւ շահառուների հետ կապված աշխատանքներ նաև իրականացվել են տվյալ բնակավայրերում։ Եվ ես ձեզ ասեմ, շահառուները էլի անդրադառնանք իրենց առողջական իհարկե վիճակին, ունեցել են բազմաթիվ առողջական վիճակներ, որից ելնելով տարիների վեր ստացել են դեղորայք կամ կենտրոնացված գնումների ճանապարհով, այո, առողջապահության նախարարության կողմից հատկացված, եթե ընդգրկված են տվյալ հիվանդությունների ցանկում։ Այո, եւ մարդասիրական օգնության ճանապարհով հատկացվող դեղորայքի, բայց հիմա դեղորայքային հատկացումը էլ ավելի լայն ձևով է իրականացվում եւ շահառուները իրականում ունեն այդ հնարավորությունը իրենց պետքական դեղորայքը, իրենց նշանակված դեղորայքը հենց այդ լայն մշակված այդ դեղերի ցանկից ընտրելու եւ գնելու, երբ որ տվյալ հաստատության համապատասխան բժիշկը, մասնագետը նշանակում է եւ այդ էլեկտրոնային տեղատոմսը եւս տեղադրվում է Արմետ համակարգ։ Դեղատները եւս աշխատում են մեր բժշկական հաստատությունների հետ։ Իհարկե ոչ բոլոր դեղատները, այն դեղատները, ովքեր որ հիմա ներկապահին պայմանագրեր ունեն կնքած հիմնադրամի հետ, առողջապահական հիմնադրամի հետ։ Եվ շահառուները արդեն իսկ պոլիկլինիկայից կարող են գնալ ազատ դեղատուն եւ իրենց կամ ID քարտով կամ սոցիալական քարտով համապատասխան դեղամիջոցները ստանալ արդեն իսկ, այո, որովհետև դեղատնային ցանցն էլ է միացած մեր Արմետ համակարգին եւ այնտեղ արդեն տվյալ շահառուի բոլոր դեղատոմսերը տեղադրվում են եւ դեղատան աշխատակիցը կարող է տրամադրել համապատասխան դեղորայք։ Հատկապես տարեցների հիվանդությունների հետ կապված երևի այդ շրջանակը իհարկե ցավում եմ, որ ասում եմ, բայց անսահմանափակ է, որովհետև իսկապես տարիքի հետ մարդը բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերում, հատկապես ատամնաբուժական ծառայությունները եւ նեղ մասնագիտական ծառայությունները եւս ընդգրկված են 65+ ծրագրում։ Այո, ընդգրկված են նեղ մասնագիտական ծառայությունների մասով, ընդգրկված ծառայությունները բավականին մեծ են, բայց ստոմատոլոգիական ծառայությունը, ասեմ, որ որոշ ծառայություններ ընդգրկված են եւ մատուցվում են ազգաբնակչությանը, հատկապես անհետաձգելի ծառայությունները, վիրաբուժական զննումը, վիրաբուժական այդ ատամի հեռացումը եւ այլն, դրանք բոլորը ընդգրկված են։ Իսկ 65+ տարիքային խմբի համար նաեւ ընդգրկված է պրոթեզավորման ծառայությունը 3 տարվա համար։ Շատ լավ, հրաշալի հնարավորություններ եւ պետության մասնակցությունը արդյոք քաղաքացու կողմից ենթադրվում է որևէ համավճար։ Պետությունը ստեղծել է այս հնարավորությունը, բայց կան իհարկե թանկարժեք վիրահատություններ եւ այնպիսի ծառայություններ, որտեղ գուցե կա անհրաժեշտություն, որ քաղաքացին որոշակի համավճարի մասնաբաժին պիտի ունենա։ Տեսեք, հիմա 65+ տարիքային խմբի համար մեր պետությունը աշխատել է, որ այդ համավճարի սկզբունքը ինչքան հնարավոր է փոքր լինի, որովհետև այդ տարիքային խմբի համար մատուցվող ծառայությունները բավականին մեծ են։ Մենք այդ առողջապահական փաթեթում ընդգրկված հիվանդությունների ցանկը, դրանք հրապարակված են պաշտոնական կայքէջերում, այո, կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկը բավականին լայն է եւ մենք հիմա ներկապահին ունենք հնարավորություն այդ տարիքային խմբին մատուցել եւ ակնաբուժական ծառայություն, որը որ բավականին արդիական էր եւ
մարդիկ տարիներով սպասել են, որպեսզի օգտվեն, այո, ակնաբուժական, հատկապես այդ կատարակտի եւ այլ նեղմասնագիտական, այո, վիրահատական միջամտություններից։ Ունենք նաև կոնքազդրային հոդերի հետ կապված մեծ խնդիր այդ տարիքային խմբում, որը եւս լուծվել է ընդհանուր մինչև տվյալ պացիենտի ոչ միայն վիրահատական բուժումը, այլ նաև հոդերի այդ պլաստիկ միջամտությունը եւ ունենք հիմնականում սիրտանոթային համակարգի, այո, վիրաբուժական, այո, ստենտավորման հարցեր, որոնք որ լուծվել են։ Իհարկե կան ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդություններ, որոնք որ դեռ պետք է մշակվեն եւ ընդգրկվեն այդ ապահովագրության փաթեթ, բայց դրանք հիմնականում կյանքին սպառնացող կամ հիվանդացության աճի կամ հաշմանդամության բերող հիվանդություններ չեն։ Այսինքն այն բոլոր անհետաձգելի, այն բոլոր հիվանդությունները, որոնք որ պետք է ընդգրկվեին ապահովագրական փաթեթի մեջ, դրանք ընդգրկված են ըստ իհարկե վիճակագրական պաշտոնական տվյալների, որոնք որ իհարկե պաշտոնապես հրապարակվել են եւ առողջապահության կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այ խոսեցինք որոշակի տեխնիկական հարցերի մասին, հա, իսկ քաղաքացիները ընդհանրապես ձեզ դիմում են իրենց խնդիրներով։ Շատ են դիմում։ Մենք մարզպետի աշխատակազմում ունենք գործող թեժ գծեր եւ ես հավաստիացնեմ, որ այդ թեժ գծերը հիմնականում անընդմեջ գործում են եւ մենք պատասխանում ենք։ Քաղաքացիների հոսքել է լինում, բայց զանգով են կապնվում մեզ հետ եւ ստանում համապատասխան թեմատիկ բարձաբանումներ։ Մենք իհարկե ես հասկանում եմ, կոչված ենք նրա համար, որ հնարավորինս իշահ քաղաքացու լուծենք բոլոր խնդիրները, բայց ընթացքում նաև լինում են այնպիսի խնդիրներ, որոնք որ անհիմն են։ Ենթադրենք տվյալ քաղաքացու մտքով անցնում է խոսքի անցնել դժվարամատչելի հետազոտություն առանց նշանակման։ Գնում է բժշկական հաստատություն եւ խոսում է իր տարիքային խմբի մասին, որ ես ընդգրկված եմ առողջապահության համընդհանուր ապահովագրության մեջ եւ դուք ինձ պետք է կատարեք SSS հետազոտությունները։ Տվյալ պահին ինչքան հնարավորություն են ունենում մեր բժշկական կազմակերպություններում սպասարկում իրականացնողները բացատրել, հնարավոր է քաղաքացին ինչ որտեղ կասկածի առիթ ունենա եւ գա դիմի մեզ։ Մենք էլ ենք հավաստիացնում, որ տվյալ հետազոտությունները առավել եւս բարդ եւ թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող տոմոգրաֆիկ հետազոտությունները, մագնիսարեզոնանսային հետազոտությունները իրականում պետք է հիմնավորված լինեն եւ քաղաքացու ցանկությամբ չլինեն։ Նույնը վերաբերվում է դեղորայքային նշանակմանը։ Ինչքան որ հնարավոր է, մենք էլ ենք մեր հնարավորության սահմաններում եւ լիազորությունների սահմաններում աշխատել քաղաքացիների հետ, որ իրենք էլ իմանան իրենց եւ իրավունքները եւ նաեւ պարտականությունները։ Իրականում ես համոզված եմ, որ զավեշտալի դեպքեր այո շատ են եւ ամփոփելով մեր զրույցը, այսպիսի նախընտրական նարատիվներ են, հա, շրջանառվում, որ 65+ ծրագիրը ընտրություններից հետո չեղարկվելու է, սա նախընտրական կաշառքի նման բան է։ Ինչ կարող եք ասել մեր բնակչությանը։ Ասեմ, որ նման լուրերը կեղծ են, դա հնարավոր տարբերակ չի, առավել եւս, որ մենք արդեն իսկ բավականին մեծ ճանապարհ անցել ենք եւ ել ավելին պետք է անենք մեր ազգաբնակչությանը որակյալ եւ գրագետ բժշկական սպասարկում եւ օգնություն իրականացնել։ Ասեմ, որ նաեւ որ մեր մարզում կառուցվում են բազմաթիվ բժշկական ամբուլատորիաներ, հաստատություններ, որոնք արդեն իսկ կառուցված են, որոնք պետք է կառուցվեն
Եվ պետք է անպայման բժշկական հաստատությունները ապահոված լինեն համապատասխան ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ բժշկական կազմով։ Մյուս տարիվանից արդեն 2027 թվականից նաեւ գործարկվելու է մեր բժշկական կազմի անհատական լիցենզավորման գործընթացը եւ պետք է անպայման մատուցվող ծառայությունները լինեն գրագետ եւ ճշգրիտ։ Այսինքն հետ քայլ չկա, միշտ առաջ ենք քայլելու։ Իհարկե առաջ ենք քայլելու։ Մեր առողջապահության նախարարը Տիկին Ավանեսյանն էլ այդ մասին խոսեց, բազմիցս է խոսել եւ պաշտոնապես հերքել է նմանատիպ արտահայտությունները, ոչ մի քայլ հետ չի լինելու, ամեն ինչ լինելու է շատ լավ, հանուն մեր ազգաբնակչության առողջությանը։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան հետաքրքիր եւ տեղեկատվական զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մերօրյա հրամայականովի տաղավարում հյուրընկալել էինք Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանին։ Ցտեսություն, կհանդիպենք։